Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր մենք գտնվում ենք Գյումրիում, Շիրազի հուշատուն թանգարանում եւ այսօր բնականաբար պետք է անդրադառնանք Վանաձայնի բարեկամ կառույցներից մեկի Հովհաննես Շիրազի հուշատուն թանգարանի գործունեությանը, իսկ իմ զրուցակիցն է այսօր թանգարանի տնօրեն Լուսինե Պետրոսյանը։ Բարև ձեզ։ Անչափ ուրախ եմ, որ դարձյալ առիթ ունենք անդրադառնալու ձեր թանգարանի գործունեությանը, քանի որ Վանաձայնի լավագույն ջերմ բարեկամներից եք, ձեր թանգարանի անձնակազմը մշտապես լավագույնս է ներկայացնում ինչպես Շիրազին, այնպես էլ Վանաձայնի եթերում ցանկացած առիթի դեպքում, եւ այսօր մենք պետք է անդրադառնանք աշնանային այս գեղեցիկ օրը, Երևանից եկել ենք Գյումրի, որպեսզի Վանաձայնի եթերում ներկայացնենք ձեր թանգարանի այս օրը։ Ինչով է զբաղված Շիրազի հուշատուն թանգարանը։ Բարև ձեզ, բարևներս մեր սփյուռքի հայրենակիցներին, շնորհակալություն եւս մեկ անգամ անդրադառնալու մեր թանգարանին։ Մեր թանգարանը ծավալում է ընդհանուր առմամբ բազմաբնույթ գործունեություն, այսինքն մենք առաջնորդվում ենք ոչ միայն մշակութային ժառանգություն կամ Շիրազի ժառանգությունը պահպանելով, փոխանցելով սերունդներին, այլ նաև այլ գործառույթներ ենք իրականացնում, ինչը հարիր է թանգարաններին, անգամ ամրագրված է թանգարանների մասին օրենքում, այսինքն հասարակական, կրթական նաև գործունեություն ենք ծավալում, մշակութային գործունեություն, ինչու՞ չէ նաև կարմիր թելով այդ ամենի միջով գնում է հենց Շիրազի մասին, այդ ամենի անկյունակ քարը հանդիսանում է Հովհաննես Շիրազը։ Եվ միջոցառումներ, բնականաբար շատ են միջոցառումները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակի կապ ունեն Հովհաննես Շիրազի հետ։ Ամեն դեպքում թանգարանը լինելով կրելով Շիրազի անունը, սակայն նաև մշակութային կարևոր դերակատարում ունեցող կառույց է Գյումրու մշակութային կյանքում։ Այո, միանշանակ մեր թանգարանը կոչված է նաև ապահովել մեր հանրության, մեր համայնքի կարիքները, պահանջները, հետևաբար բազմաբնույթ միջոցառումները միված են նաև նրան, որ մենք կարողանանք թանգարան բերել նաև այդ միջոցով, թանգարան բերել նաև մեր հանրությանը, որոնք որ ինչ որտեղ եթե եկել են, տեսել են թանգարանում, շրջել են, ծանոթ են թանգարանի գործունեությանը, ցուցանմուշներին, այնուամենայնիվ մենք աշխատում ենք այդ միջոցառումներով նաև նորից նրանց բերել թանգարան ու ինչու՞ չէ նաև թանգարանը համալրվում է նոր էքսպոնատներով, ցուցանմուշներով, հետևաբար նաև նրանց այցելությունը անտեղի չի լինի, նաև նրանք կծանոթանան այդ նոր ցուցանմուշներին։ Վերջին մի քանի ձեր ցուցահանդեսները, ցուցադրությունները, միջոցառումները հիշենք։ Այո, գոնե այս տարվա կդրվածքով ասեմ 2025 թվականից հետո բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել։ Դրանք թե պետական տոների հետ էին կապված, թե ազգային տոների հետ, թե Շիրազի գործունեության հետ, ծննդյան եւ հիշադակի օրերի հետ, անգամ նրա զավակների ծննդյան հիշադակի օրերի, Շիրազի ստեղծագործությունների, հոբելյանականների հետ ստեղծագործությունների տպագրման, լույս տեսման, հոբելյանների հետ կապված, օրինակ Սիպան Շիրազի գործունեությանը ստեղծագործական կյանքին անդրադարձ եղավ, Շիրազի կանանամուտ ուրեմն ժողովածուին անդրադարձ եղավ, այդ ամեն ինչը այդ անդրադարձները տեղի են ունենում հավուր պատշաճի, մենք իրականացնում ենք եւ գիտական, կրթական ուրեմն մոդեցումներ ենք ցուցաբերում, հրավիրյալ հյուրեր ենք ունենում գրողների միությունից, Շիրակի պետական համալսարանից դասախոսներ, գիտությունների թեկնածուներ, ովքեր գալիս են եւ իրենց գիտական կարելի ասել անգամ ուսումնասիրություններն ու հետազոտությունները հանրությանը ներկայացնում են, այսինքն լայն ավելի մեծ լսարանի են ներկայացնում։ Ուրեմն պետական եւ ազգային տոներից բացի նաեւ մենք իրականացնում ենք կրթամշակութային ծրագրեր, այսինքն կապը շատ ամուր է նաեւ դպրոցի հետ, որը համարվում է կրթական առումով համարվում է նաև մեր թիրախային լսարաններից մեկը եւ բազմաբնույթ միջոցառումներ են տեղի ունենում դպրոցականների մասնակցությամբ, շատ հեռուն չգնամ, հենց երեկ մեր թանգարանում տեղի ունեցավ միջոցառում ընտառաջ գնալով եվրոպական ժառանգությանը, որի խորագիրը այս տարի ճարտարապետական ժառանգություններ եւ հրավիրյալ դասախոս ունեինք, որը աշխատում էր եւ Երևանի
ազգային մի վարյան ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանում որպես դասախոս եւ մեր Գյումրիում գտնվող, բայց ընտրվում է գիտությունների ազգային ակադեմիային մեր հայագիտական հետազոտությունների կենտրոնը, նաեւ կենտրոնի գիտաշխատող էր ճարտարագիտության տեխնացու Դավիթ Նահատագյանը, այստեղ ինքը դասախոսություն կարտա Շիրագի ճարտարապետության մասին լսարանը եւ բաղկացած էր եւ աշակերտներից եւ մեծահասակներից, ովքեր շատ մեծ հետաքրքրությամբ լսեցին դասախոսությունը տարբեր հարցուպատասխանով, այսինքն նորից կրկնեմ, մեր թիրախային լսարաններից մեկը կրթամշակութային գործունեություն իրականացնելիս դպրոցն է, որի հետ կապը շատ սերտ է։ Մենք տարբեր դպրոցներ եւ տարբեր միջոցառումներ վերջերս օրինակ ստացանք նվեր եւ այստեղ նախագծային աշխատանք իրականացրեցին Ջավախահայերենի փոխադրած Շիրազի հուշարձան մայրիկիս գրքից հատվածներ, բանաստեղծություններ Ջավախահայերենով ու շատ ողջունելի էր այդ քայլը մենք նաեւ մեր էջով լուսաբանեցինք եւ կոչ արեցինք որ կարող են այդ օրինակին հետեւել մեր մյուս ուրեմն հայրենագիստները Հայաստանի մյուս բնակավայրերի քաղաքացիները եւ նախաձեռնեն այդպիսի մի աշխատանք թեկուզ ուսուցիչներն էլ իրենց աշակերտների հետ այդպես համ հանրահրճակվի իրենց բարբառը համ շատ հետաքրքիր գովելի նախաձեռնություններ Իսկապես հետաքրքիր է քանի որ հավանաբար նման նախաձեռնությունների շնորհիվ է որ Շիրազին նաև ավելի հարազատորեն կարող են բացահայտել։ Շիրազը կարող է դառնալ նաև հետաքրքիր մոտեցում է, որ Շիրազը Ջավախահայերի, Շիրազը այլ մեր բնակավայրերի, ի վերջո Շիրազը բոլորինն է, սակայն այս տարբերակով կարծես նաև իրենց տուն է գալիս եւ տան լեզվով է խոսում նաև։ Մենք դեռևս անդրադառնալու ենք ձեր միջոցառումներին, սակայն այս պահին կարճատև դադար պետք է ունենանք վանաձայնի եթերում, պետք է լսենք Շիրազի խոսքերով գրված մեկ երգ եւ շարունակենք մեր զրույցը բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր մենք գտնվում ենք Հովհաննես Շիրազի հուշատուն թանգարանում, իսկ իմ զրուցակիցն է թանգարանի տնօրեն Լուսինե Պետրոսյանը, այս պահին կարճատև երաժշտական դադարը մեր եթերում խնդրեմ։ Հայաստանի աղնես Գյումրի դու խոսքաշեն սրամիտ ճշմարտության մանես Գյումրի դու իմաստուն միամիտ աղջիկները Այշեմ մուրճեր դեն հնչում Արագացըտ արքայական ոսկե թագն է քողի Հոմի կարն է լենինական
աշխարհի հետ չեմ փոխի դու իմ Գյումրին հենինական դու իմ նոր արագացին բազմած արծիվ պարավոր դու իմ Գյումրին հենինական դու իմ նոր արագացին բազմած արծիվ պարավոր դու իմ անուշ ծննդավայր Շիրազամայր իմ Գյումրի դու մի բուռ ես բայց մի աշխարհ դու մի արծիվ իմ Գյումրի Շիրազն ասաց գիշերուտին քեզ եմ երգում իմ Շիրակ արագացին բազմած արծիվ հավերժ կապրես իմ քաղաք դու իմ Գյումրին հենինական դու իմ նոր արագացին բազմած արծիվ պարավոր դու իմ Գյումրին հենինական դու իմ նոր արագացին բազմած արծիվ պարավոր Բարեկամներ, շարունակվում է Հայացք Երևանից հաղորդաշարը Վանաձայնի եթերում։ Հիշեցնեմ, որ այսօր մենք գտնվում ենք Գյումրիում, մեր բարեկամ կառույցում ենք Վանաձայնի բարեկամ կառույցներից մեկն է Հովհաննես Շիրազի հուշատուն թանգարանը, իսկ իմ զրուցակիցն է Լուսինե Պետրոսյանը, թանգարանի տնօրենը։ Լսեցինք Հովհաննես Շիրազի բառերով գրված ստեղծագործությունը եւ պետք է շարունակենք Շիրազը երգվում է։ Շիրազը շատ է երգվում եւ քիչ առաջ մեր ներկայացրած ստեղծագործությունն էլ դրա վառ ապացույցն է։ Շիրազը ամենաշատ երգված բանաստեղծներից է։ Ինչու՞։ Ինչով կարելի է բացատրել այս հանգամանքը։ Այո, Շիրազը իր բանաստեղծություններով շատ հոգեհարազատ է ժողովրդին, կարելի ասել, ինքը ժողովրդական բանաստեղծ է, սա նաև Սամվել Մուրադյանի գրագանակի Սամվել Մուրադյանի խոսքերից է, ինքը վիբող է անգամ, այսինքն իր ամեն մի բանաստեղծությունը մի վեբ են կարծեք, փոքրիկ վեբեր լինեն։ Ըստ այդմ նա շատ սիրված է։ Մյուս հանգամանքը ես կասեի, որ շատ է կովերկում մեր կորուսյալ հայրենիքը, պատմական հայրենիքը, գուցե այդ կարոդը նաև մեր ժողովուրդը իր բանաստեղծություններից է առնում։ Նաև Սփյուռքում է ինքը շատ սիրված, նորից մեր հայրենիքի հանդեպ, մեր պատմական հայրենիքի հանդեպ էլի այդ կարոդը սերը կարծեք թե իր բանաստեղծություններից են ոգևորվում, կարոդը այդտեղից են առնում։ Մենք անցած տարի ունեցանք, նախորդ տարի ունեցանք մեզ մոտ հյուր Իտալիայում բնակվող մի կիներ, հանի օրերին, պատերազմի օրերին ինքը շատ վատ վիճակում էր գտնվել հոգեբանական, ճնշված վիճակում շատ, ու ասում է ես փոփանք կդա մեր հայտնի բանաստեղծների ստեղծագործությունները կարտալով եւ միտք էր հղացել իր մոտ, որ այդ ստեղծագործություններից լավագույնները ինքը իտալերենով տպագրել տա եւ ձեռնարկել էր այդ գործը եւ տարբեր մեր բանաստեղծների Չիրազ, Իսահակյան, մեր հայտնի նորմալ բանաստեղծների շատ գործեր ինքը նախաձեռնել էր եւ Իտալիայում pedagogan հովանավորչությամբ ինքը կարողացել էր իր նպատակին հասնել եւ իրականացնել այդ իր նվիրական երազանքը։ Այնպես որ այո, շատ հոգեհարազատ են Շիրազի ստեղծագործությունները մեր ժողովրդին։
երկերի հետ կապված, հա, մի բան էլ ավելացնեմ մենք ունենք թանգարանում պահվում է Շիրազի շատ բանաստեղծություններ իրենց նոտաներով եւ մեր աբագա ծրագրերի մեջ նաեւ դա է ներառված, որ կարողանանք անպայման կյանքի կոչել դա եւ տպագրել տալ նաեւ փոքրիկ թեգուստ աստիճանաբար ժողովածուներով նաեւ դրանք լույս աշխարհ սփռենք եւ մեր հանրությանը ավելի ճանաչելի դառնա։ Իսկապես կարևոր գործ է, ճիշտ է, Շիրազը հայտնի է, Շիրազի ստեղծագործությունները հայտնի են երգերի ձևով նաև, սակայն հնարավորինս հանրահրճակելու այն տարածելու ուղղությամբ իսկապես ժողովածուի ձևով ներկայացնելը շատ կարևոր կլինի եւ գալ Գյումրի եւ չգալ Շիրազի տուն, դա նույնն է, որ չգալ Գյումրի։ Այո, միանշանակ այդպես է, որովհետեւ այստեղ մեր թանգարանում մարդիկ, հյուրերը, տուրիստները, օդարազգիները ճիշտ է քիչ են լինում օդարազգի զբոսաշրջիկներ, բայց այնուամենայնիվ նրանք արժանանում են այնպիսի վերաբերմունքի, որ անպայման հաջորդ անգամ ցանկություն են հայտնում անպայման նորից վերադառնալու կամ իրենց հետ էլի ինչ որ հյուրեր բերելու։ Մենք ունեցանք Սփյուռքի Սփյուռքի հանձնակատարի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Զարեհ Սինանյանից շնորհակալական խոսք, ինչի համար, որովհետև թանգարան էին այցելել հայրենադարձների եւ ինտեգրման գրասենյակի կենտրոնը, եկան հայրենադարձներ մեր թանգարան, մեծ բավականություն ստացան մանավանդ լսելով Հովհաննես Շիրազի քրոջ թորի, Գոհար քրոջ թորի Նարինեի, որը մեր թանգարանի էքսկուրսավարն է, գիդը, հատկապես լսելով նրա էքսկուրսիան, շատ մեծ էմոցիաներով, շատ ոգևորված, հիացած արձագանքներով դրական իրենք հեռացան մեր թանգարանից եւ դա պատճառ հանդիսացավ, որ Զարե Սինանյանը հատուկ շնորհակալագիր ուղարկի մեր թանգարանին այդպես ընդունելու հայրենադարձներին եւ ինտեգրվելու գործընթացին նպաստելու համար։ Ու ինչ ավելացնեմ նաեւ ինչով էր սա կարեւոր, որ իրենք վերադառնալով Երևան շատ տեղեր գովազդել էին մեր թանգարանը եւ նաեւ փաստորեն փոխադարձ եղավ ամեն ինչ, մենք էլ իրենցից ենք շնորհակալ, որ իրենց գովազդի արդյունքում, իրենց տպավորությունները փոխանցելու արդյունքում մենք նոր այցելուներ կունենանք։ Իսկապես հաճելի է եւ քանի որ մենք գտնվում ենք այս պահին Արա Շիրազի սրահում, այստեղ Արա Շիրազի աշխատանքներն են ներկայացված, հետաքրքիր երևույթ է այն, որ Շիրազի հուշատանը նաեւ տղայի աշխատանքներն են, կարծես թե երկու թանգարան լինի։ Այո, Արա Շիրազի, քանի որ չկա Արա Շիրազին նվիրված թանգարան, ցավոք սրտի գուցե կամ նրա սերունդները այստեղ չեն, որ ձեռնամուխ լինեին այդ գործին, այնուամենայնիվ այո, մենք փորձում ենք նաև պահպանել Արա Շիրազի ստեղծագործությունները, քանդակները, պահպանել եւ փոխանցել հաջորդ սերունդներին, ոգեշնչել նրանց, որովհետեւ ով մտնում է այս սրահ, անպայման հայտնում է իր հիացմունքը նրա ձեռքի աշխատանքներին, քանդակներին մոտիկից ծանոթանալով, այնպես որ այո, այստեղ նաև զորացվում է Շիրազի զավակների տաղանդը։ Մենք նաև, որ նշեցի Ստիպանին նվիրված միջոցառում ունենք, այդ օրը մենք ցուցադրեցինք նաև ֆոնդում գտնվող ժամանակավոր ցուցադրության դրեցինք մեր ֆոնդում պահվող պահոցից Ստիպան Շիրազի գեղանկարները, որոնք իրոք որ էլի շատ գեղեցիկ էին։ Պարզ է եւ մեր զրույցի ավարտին նաեւ հրավիրենք մեր հայրենակիցներին Հայաստան գալու դեպքում, Գյումրի այցելելու դեպքում անպայման նաեւ գալ Շիրազի տուն։ Իհարկե անպայման սիրով հրավիրում եմ այցելել եւ Հայաստան, անպայման այցելեք Հայաստան եւ Գյումրի, հատկապես Շիրազի հուշատուն թանգարան Հովհաննես Շիրազի։ Մի բան էլ կարելի ավելացնել, մենք ունեցանք անցած տարի պրակտիկանտ Բարսելոնայի պետական համալսարանում էր սովորում թանգարանակիտության բաժինը եւ իր նախաձեռնությամբ ինքը 3 ամսով մեր մոտ պրակտիկա անցկացրեց, որովհետեւ իր մագիստրոսական թեզը նվիրված էր Հովհաննես Շիրազի եւ Ավետիք Իսահակյանի թանգարաններին, որպես կրթական միջավայր էր իր թեզի վերնագիրը, եւ ինքը այնտեղ պաշտպանել է թեզը, այս մայիս ամսին պաշտպանեց թեզը, մեծ արձագանքներ է ստացել, շատ ողջունել են այնտեղ համալսարանում, նախ հանրահրճակել է ինքը Հայաստանը, բավականին այնտեղ մարդիկ
ուրախացել են, որ ահա այսպիսի մի փոքրիկ երկիր կա, բայց այսպիսի հզոր մշակույթ ունեցող ու գումարած նաև Հայաստանը ճանաչելուց բացի, նաև նրանք ծանոթացել էին Հովհաննես Շիրազի եւ Ավետիք Իսահակյանի թանգարաններին եւ ցանկություն էին հայտնել նոյեմբեր ամսին, մենք սպասում ենք իդեպ նրանց նոյեմբեր ամսին այցելել իսպանացիները մեր այդ պրակտիկանտի Լարիսայի հետ այցելելու են Հայաստան եւ անձամբ ներկայանալու, քան արդեն մոդիգից ծանոթանալու մեր թանգարանին։ Իսկապես հաճելի է։ Շնորհակալ ենք հարցազրույցի համար, շնորհակալ ենք այս իսկապես գեղեցիկ ու կարևոր աշխատանքի համար։ Մենք էլ Վանաձայնի եթերում պարբերաբար կշարունակենք անդրադառնալ Հովհաննես Շիրազի հուշատուն թանգարանի գործունեությանը, ընթացիկ ծրագրերին։ Բարեկամներ, ավարտվեց Հայաց Երևանից հաղորդաշարը։ Այսօր մենք գտնվում էինք Գյումրիում, մեր հայացքը Գյումրիից էր եւ բնականաբար մենք գալով Գյումրի պետք է անդրադառնայինք Հովհաննես Շիրազի հուշատուն թանգարանի գործունեությանը, քանի որ այն մեր բարեկամ կառույցներից է, Վանաձայնի բարեկամ կառույցներից մեկն է։ Հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր թանգարանի տնօրեն Լուսինե Պետրոսյանը, ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի Վանաձայնի եթերում։ Հաջողություն։